Պետությունների, քաղաքական միավորումների, կուսակցությունների միավորումը ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Սա կոալիցիայի ժամանակակից կարճ բացատրությունն է։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կոալիցիան կազմվել է 2003 թվականին, թեև մինչ այդ էլ կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձ եղել է։ 2000 թվականին կառավարության կազմում ներգրավված էր ընդդիմադիր կուսակցության անդամ, կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը։ 2003-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունն ու Օրինաց երկիրը միավորվեցին քաղաքական գործընկերային թիմի շուրջ։ Առաջին կոալիցիան 3 տարվա կյանք ունեցավ։ 2007-ի խորհրդարանական ընտրություններն իրենց հետ բերեցին արդեն երկրորդ կոալիցիոն միավորումը։ Այդ անգամ միասին սկսեցին աշխատել Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը, իսկ Դաշնակցությունը նրանց միացավ համագործակցության հուշագրով։ Որոշ ժամանակ անց կոալիցիային միանում է նաև Օրինաց երկիրը։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հոիդան դառնում է ընդդիմություն ու լքում կուսակցական գործընկերության հարթակը։ Իսկ 2012-ի ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստանը հայտարարում է իր ընդդիմադիր կեցվածքի մասին։ Վերջին կոալիցիայի քայքայումից հետո մեկ քաղաքական ուժի կողմից իշխանություն իրականացվում է մինչև օրս։ Չնայած որ Հանրապետական կուսակցությունը վաղուց է հայտարարել, պատրաստ է գործակցության քաղաքական այլ ուժերի հետ։ Միասին աշխատելու առաջարկին կրկին արձագանքեց Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Կլինի, եւ եթե այո, ապա ինչպիսին կլինի Հայաստանի երրորդ հանրապետության 4-րդ կոալիցիան։ Իշխող կուսակցությունը կրկին հաստատում է իր հայտարարությունը։ Իրենք պատրաստ են գործակցության առաջարկների ու ինչպես Դաշնակցության պարագայում չեն բացառում, որ հնարավոր է աշխատել նաև նախկինում կոալիցիայի մեջ եղած քաղաքական ուժերի հետ։ Բարի երեկո, նոր եթերաշրջանում նոր թեմաներով ձեզ հետ կրկին եռանկյունին է։ Այսօր մեր տաղավարում քննարկում ենք քաղաքական դաշտի վերադասավորումները, քաղաքական պայքար, իշխանություն, ընդդիմություն։ Եվ մեր եռանկյան գագաթներն են Ազգային ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ քաղաքագետ Տիգրան Թորոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հոիդա խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Բարի երեկո։ Առաջին հարցը ուզում եմ ուղղել ձեզ, պարոն Թորոսյան։ Արդյոք անկախության 25 տարիների ընթացքում մեզանում կայացավ քաղաքական համակեցության մշակույթը։ Ինչու բոլոր պարտավազները կարծում են, որ դառնում են կեղծիքի զոհ, հաղթողները մեղադրվում են բոլոր մեղքերի մեջ, իսկ իշխանության հետ համագործակցող քաղաքական ուժերին կպցնում են հաճախորդների պիտակը։ Փաստորեն պատասխանը հարցադրման մեջ կար։ Ցավոք սրտի դեռևս քաղաքական մշակույթը, իսկ եթե ավելի լայն նայենք, բազմակուսակցական քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ։ Քառորդ դարը մի կողմից իհարկե բավական ժամանակահատված է, բայց մյուս կողմից քաղաքական մշակույթի եւ քաղաքական հատկապես բազմակուսակցական համակարգի ձևավորման համար թերևս ինչ որ չափով քիչ է։ Գոնե մեր շրջանակներում մեկ հանգամանք կա, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, հետո վերադառնանք այս հարցին։ Խնդիրը հետևյալն է, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ հետխորհրդային երկրներում ձևավորվում էին քաղաքական համակարգերը, ընդհանրապես քաղաքական հանրությունը ձևակերպեց հարացույցը այդ գործընթացի եւ ասում էր, որ ընտրություններն են առանցքային գործոնը այս ամենի։ Բայց մի քանի տարի անց պարզ դարձավ, որ իհարկե դա այդպես չէ։ Առանցքային գործոնը բազմակուսակցական համակարգի ձևավորումն է։ Եվ այս առումով կարծում եմ այսօրվա քննարկումը եւ հուսով եմ, որ այս հարցադրումը հետագա շարունակություն էլ կունենա ընդգրկելու համար ամբողջ բազմակուսակցական համակարգի ձևավորման գործընթացը եւ կայացման, այս տեսակետից ուզում եմ իսկապես կարևորել հանրապետությունը դրան նպաստելու է, պարոն Թորոսյան։ Ուզում եմ հիշեցնել մի քանի հանգամանք։ Առաջինը հետևյալն է. կայացած ժողովրդավարություն ունենալու համար մասնագետները, մասնավորապես Լինց եւ Ստեփանը նշում են 3 գործոն. սահմանադրական գործոնը, արժեքային գործոնը եւ վարքային գործոնը։ Այսինքն երեքն էլ պիտի միաժամանակ գոյություն ունենան։ Մեր դեպքում խորհրդարանական կառավարման անցումը առաջին քայլն է դեռևս սահմանադրության փոփոխության քայլն է։ Իդեպ ասեմ, որ իմ կարծիքով սա տրամաբանական շարունակությունն է 2005-ի սահմանադրական փոփոխությունների։ Եվ ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն Վենետիկի հանձնաժողովը, որը մի քանի կարծիք տվեց այս
սահմանադրական փոփոխությունների փաթեթին հատուկ նշել է իր եզրակացության մեջ, որ այս ամենից շատ կարևոր է քաղաքական մշակույթի ձևավորումը եւ փոխադարձ հանդուրժողականության հաստատման խնդիրը։ Շնորհակալ եմ, պարոն Թովմասյան։ Պարոն Մարուկյան, դուք որպես նոր քաղաքական ուժի ղեկավար, արդյոք տեսնում եք Հայաստանում քաղաքական մշակույթի ձևավորման հեռանկարներ։ Դուք հայտնի եք նաև որպես բավականաչափ կոնստրուկտիվ падգամավոր, որը երբեմն նաև կողմ է քվեարկում կառավարության օրենսդրական նախաձեռնություններին։ Այդ պահին չեք վախենում հաճախորդ պիտակից։ Գիտեք, երբեք չեմ վախեցել, որովհետև ամեն մի քայլ, որ կատարել եմ խորհրդարանում այս տարիների ընթացքում, դա ունեցել է իր հիմնավորումը, այսինքն եթե լավ օրինագիծ է, պետք է դրան կողմ լինել եւ դեմ լինելու համար կամ դեմ լինել հերոսանալու համար երբևէ դա իմ սկզբունքը չի եղել։ Ինչ վերաբերում է քաղաքական մշակույթի ձևավորմանը, երևի անդրադառնամ այն հարցին, որ դուք տվեցիք, տեսեք, Հայաստանում երկար տարիներ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել։ Եվ մենք տեսանք ռեպորտաժում, որ կոալիցիաներից մարդիկ դուրս են եկել, կուսակցություններ են դուրս եկել քաղաքական ուժեր, բայց քաղաքական իշխանությունը չի փլուզվել դրանից, որովհետև սուպերնախագահական համակարգը դա պահել է, այսինքն կոալիցիոն գործընկերը դուրս գար, թե մնար, ըստ էության բան չէր փոխվել դրանից։ Եթե նայենք պարլամենտական կառավարման երկրները, կոալիցիոն գործընկերոջ դուրս գալը կոալիցիայից դա փլուզում է ամբողջ իշխանական համակարգը եւ սկսում է նոր ձևավորման process-ներ կամ նոր ընտրություններ։ Մեզանում դա երբևէ չի եղել, այսինքն 2003-ից սկսվել է կոալիցիաների ավանդույթը եւ ես պետք է ասեմ, որ դա վատ ավանդույթ է եղել եւ հենց դա է պատճառը, որ կոալիցիաների նկատմամբ վստահություն չկա եւ պիտակավորվում է։ Ըստ էության դրա մեջ վատ բան չկա, եթե դա ունի նպատակ, եթե կան ծրագրեր միասին իրականացնել։ Խորհրդարանական հանրապետությունը շանս է տալիս քաղաքական կուսակցություններին կայանալու։ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դուք աչքի չընկաք ակտիվ դիրքորոշումներով։ Այսօր կարող ենք փաստել, որ նոր ստեղծվող կուսակցության համար պետական կառավարման այս նոր մոդելը իրականում ավելի նպաստավոր է։ Տեսեք, խորհրդարանական կառավարումը, եթե բարի ունիմաստով կիրառվի Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար դա ժողովրդավարությանը Հայաստանում նոր ուժ կտա, այսպես կոչված, բայց եթե դա լինի իմիտացիոն խորհրդարանական կառավարում, եթե այն մեխանիզմները, որոնք ներդրված են արդեն սա գործող սահմանադրության մեջ կամ մի մասը, որ պետք է դեռևս ուժի մեջ մտնի, դրանք իրապես իրական մեխանիզմներ չլինեն եւ քաղաքական համակարգը թույլ չտա որ դրանք գործեն, ապա մենք կփչացնենք եւս մեկ լավ գաղափար մեր երկրում, դա կլինի խորհրդարանական կառավարման գաղափար։ Շնորհակալ եմ, պարոն Մարուկյան։ Պարոն Մինասյան, եթե պարոն Մարուկյանը ամենաերիտասարդ քաղաքական ուժի ներկայացուցիչներից է, դուք ամենատարեց։ Դաշնակցությունը այս ընթացքում եղել է եւ կոալիցիայում եւ ընդդիմության շարքերում։ Որտեղ էր ավելի հարմարավետ։ Ես հիշեցնեմ, որ Դաշնակցությունը նաեւ առաջին հանրապետության ժամանակ կոալիցիան կառավարության ձևավորման հիմնադիրներից է։ Եվս մեկ հիմնավորում։ Այո, եւ ես համակարծիք չեմ ռեպորտաժի սկզբում բերված այն մոտեցման հետ, որ կոալիցիաները միշտ ձևավորվում են, երբ որ պարլամենտում մեծամասնություն չկա։ Միջազգային նաեւ փորձը վկայում է, որ հաճախ կոալիցիաներ ձևավորվում են նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտություն կա երկրում հիմնարար փոփոխություններ իրականացնելու, ճգնաժամային վիճակը հաղթահարելու, դա կարող է լինել տնտեսական, հասարակական, քաղաքական եւ այլ ուղղություններով, բայց հիմնական նպատակը պետք է լինի այն, թե ինչի համար է ձևավորվում այդ ալյանսը։ Եթե նպատակը իսկապես երկրում բարեփոխումներ իրականացնելը, պետականություն ուժեղացնելն է, այդ դեպքում կարևոր չէ դու որ ճամբարում ես գտնվում։ Մի քանի անգամ նման այլյանսներում եղել եք, հետո լքել եք։ Ինչպես կշահկապեք դա ասացի։ Բայց բոլոր դեպքերում նպատակադրումը մեկն է եղել։ Որն է մեր այս կամ այն ճամբարում գտնվելու իմաստը, նպատակ եւ ազդեցությունը։ Եթե դա մեր պետականության նպաստող դիրքորոշում է եղել, մենք հանգիստ դուրս ենք եկել իշխող կոալիցիայից։ Եթե անհրաժեշտ է որպեսզի համագործակցությունը շարունակվի նորից պետականություն ուժեղացնել։ Այս հարցը չեմ կարող չտալ։ Եղել եք բազմաթիվ կոալիցիաներում, հիշեցակեցիք նաև առաջին հանրապետությունը։ Որևէ կոալիցիայում ձեր որևէ նպատակի հասել եք։ Բազմաթիվ են եղել նպատակները, որոնք որ հասել ենք, եւ դրա լավագույն օրինակները կարող ենք այս հանրապետության պայմաններում էլ նշել, մասնավորապես 2003-7 թվականներին այդ թվում նաև սահմանադրական այն փոփոխությունները, որի մասին պարոն Թորոսյանն էլ հիշատակեց եւ անցումն էր ամբողջական նախագահական կամ ուժեղ նախագահական համակարգից կամ կիսանախագահականից դեպի նախագահական ուժեղ այդ համակարգից դեպի պարլամենտականի
այս միջանկյալ փուլի անցման ընթացքը նույնպես կարևոր մի շրջափուլ էր։ Երկրորդը տնտեսական ակտիվությունը, որ մենք ունեցանք 2003-7 թվականներին, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, իդեպ անկախ հանրապետության ինչպես է ազդել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Ես չեմ ասում, որ դաշնակցությունը ինքն է ապահովել դա, նպաստել է, որովհետև մեր անկախ պատմության այս ժամանակահատվածում միայն 2 տարի է, որ մենք ունեցել ենք դրական ժողովրդագրական զարգացում, եւ դա եղել է նաեւ հենց առաջին կոալիցիայի կառավարման տարիներին։ Նորից եմ կրկնում, որևէ մեկին չեմ ուզում վերագրեմ այստեղ մի վճռական դերակատարություն, բայց փաստ է սա։ Երկրորդ կարևոր հանգամանքը, երբ մենք կոալիցիայի մեջ ենք եւ հայ-թուրքական արձանագրություններով պայմանավորված դուրս եկանք, այնուհետև նաեւ այլ պատճառներով, կապված սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ դուրս եկանք, մեր կարծիքով հենց մեր դուրս գալը նաեւ նպաստեց, որպեսզի մենք նորից վերադառնանք երկիրը, պետությունը նորից վերադառնա ազգային պետական ուղեգծին կամ այդպիսի ուղղությամբ։ Ես հասկացած եմ։ Պարոն Թորոսյան, ինչպես հասկացանք, 2000-ականների համար ժառանգության համար քաղաքական պայքարը այնուանդերձ չի ավարտվել, հա։ Հանրապետականները կապում են այդ հաջողությունները լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության հետ, մեր կոալիցիոն գործընկերները այդ ժամանակահատվածի կապում են իրենց մասնակցության հետ։ Երկրորդ նախագահի կողմնակիցները ասում են, որ դա եղել է իր շնորհքը, չեմ ուզում դա քննարկենք հիմա։ Հարցս այլ է։ Ընտրություններից առաջ քաղաքական դաշտում կարող են ձևավորվել դաշինքներ։ Ընտրություններից հետո ձևավորվում են կոալիցիաներ։ Դուք ականատեսը եղել եք Հայաստանում եւ դաշինքների եւ կոալիցիաների։ Ըստ ձեզ քաղաքական համախմբման որ ձևն է առավել արդյունավետ եղել մեր նորագույն պատմության մեջ։ Երկուսն էլ կարող են լիարժեք արդյունավետ լինել, բայց շատ կարևոր է մի բան, վերադառնամ այն սկզբնական իմ հարցադրմանը, արժեքներին եւ վարքին։ Ցավոք սրտի Հայաստանի քաղաքական ասպարեզում բազմակուսակցական այս հարցը շատ հաճախ անտեսվում է։ Դուք կտեսնեք կուսակցություններ, որոնք հայտարարում են, որ ազատական են, բայց տարբեր դիրքորոշումների մեջ կտեսնեք, որ անգամ ավելի կոմունիստական են, քան կոմունիստական կուսակցությունները Հայաստանի մի շարք։ Ուրեմն շատ կարևոր են արժեքներն ու սկզբունքները եւ շատ կարևոր է նաեւ այդ հարաբերությունները դաշնային, կոալիցիոն եւ այլն կառուցել սկզբունքների ու արժեքների հիման վրա։ Հակառակ դեպքում ինչքան էլ մենք խոսենք հայրենիքից, եղած խնդիրների լուծման ցանկությունից եւ այլն, ի վերջո դրանք հանգեցնելու են այլ արդյունքների եւ ի վերջո նորից հանգում ենք նույն խնդրին, բազմակուսակցական համակարգի եւ բնականաբար կուսակցությունների կայացման խնդրին։ Տեսեք, տարբեր փուլերում տարբեր կուսակցություններ են, որոնք խորհրդարանում ունեցել են կարևոր դերակատարություն։ Մասնավորապես, ասենք, նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, խորհրդարանական երկրորդ կուսակցություններ, բայց նախագահի թեկնածու չառաջադրեց։ Եվ ակնհայտ էր սկզբունքների եւ արժեքների տեսակետից, եթե գնահատենք, որ այստեղ ինչ որ բան այն չէ, ակնհայտ էր այն ժամանակ մասնագետների համար թե ինչը այն չէ, բայց հետո կյանքը ցույց տվեց, որ այո, դա իսկապես այդպես է։ 2013-ին մի հոդված էի տպագրել 168 ժամ թերթում եւ այսօր երբ գալուց առաջ կարդում էի, ակնհայտորեն այն ամենը ինչ այսօր կա, դրա արտացոլումն է ոչ միայն Բարգավաճ Հայաստանի տեսակետից։ Ուրեմն շատ կարևոր են ոչ միայն եւ ոչ այնքան մեխանիզմները, որովհետեւ օրինակ Հայաստանում նաեւ ժամանակ առ ժամանակ խոսում են խորհրդարանականը ավելի լավ է, քան կիսանախագահականը։ Հիշեցնեմ, որ կիսանախագահական համակարգը ծնվել է Ֆրանսիայում եւ ֆրանսիացիները երբեք ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չեն ունեցել այդ շրջանում եւ մինչե տեղած։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է թե այն համակարգը, այն մոտեցումները, որ ուզում ենք կյանքի կոչել, ինչքանով են համահունչ մեր քաղաքական ուժերի սկզբունքներին ու արժեքներին։ Եթե համահունչ են, ամեն ինչ կլինի հիանալի։ Հենց այս ձևակերպամբ ուզում եմ դիմել պարոն Մարուկյան։ Պարոն Մարուկյան, ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, եթե ձեր կուսակցությունը ներկայացված լինի խորհրդարանում, կայուն մեծամասնության այսօր հավակնել չի կարող։ Դուք տեսնում եք քաղաքական այսօրվա դաշտում պոտենցիալ դաշնակիցներ, միջընտրական եւ կոալիցիոն։ Գիտեք, մենք հրապարակավ ասել ենք, որ չենք բացառում ընդդիմադիր դաշտում համագործակցությունը, դաշինքների ձևավորումը, մինչև 17 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ ավելին մասնավորապես նաեւ մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Համագործակցություն թե դաշինք։
համագործակցություն կամ դաշինք դա փորձ ցույց կտա թե Դրանք տարբեր բաներ ինչի են։ շուրջ կլինի, հասկանում եմ եւ ես չեմ ցանկանա եւ մեր գործընկերների հետ էլ քննարկել ենք կուսակցությունը, որ մենք չենք ցանկանում, որ ընդհանրապես անցնենք այն տրված ճանապարհով ընդդիմության, որ դաշինքները կազմվել են նրա համար, որ զուտ հասնեն խորհրդարան կամ կոալիցիաները կազմվել են նրա համար, որ պորտֆելներ բաժանվել եւ բան։ Եվ շատ վատ փորձ հիշեցնեմ ձեզ կոալիցիաների հետ կապված, որ 2003 թվականին որ առաջին կոալիցիան ստեղծվեց, Հայաստանի մարզպետները ունեին 1 տեղակալ։ Դրանից հետո ստեղծվեց 3 տեղակալանոց մարզպետների փոխմարզպետների այդ ինստիտուտը եւ մինչ օրս դա շարունակում է մեր կյանքում լինել, այսինքն մենք ունենք 3 փոխմարզպետներ, որոնք 3-ն էլ հիմա հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, բայց նախկինում դրանք ստեղծվել էին օրինաց երկիր եւ այն ժամանակվա եթե չեմ սխալվում դաշնակցության ներկայացուցիչների համար, այսինքն տեսեք մենք պետական ապարատը ուռճացրել ենք կոալիցիա ձևավորելու արդյունքում։ Ես սա նկատի ունեմ վատ փորձ։ Տեղյակ մարդ գիտեք, որ քաղաքական վերադասավորումները բերում են պետական ինստիտուտների վերակառուցմանը բոլոր երկրներում։ Եվրոպական երկրներում ստեղծում են նոր նախարարություններ, անգամ Եվրահանձնաժողովում վերջին ընտրություններից հետո վերաբաշխում եղավ պորտֆելների եւ այլն։ Հայաստանը բացառություն չէ։ Ես ուզում եմ մեկ այլ բացական փորձ հիշեցնեմ եւ հարցս մասնավորեցնեմ։ Բոլորս հիշում ենք 2012 թվականին ժառանգությունը եւ ազատ դեմոկրատները արտաքին ազդակի ներքո միասին գնացին խորհրդարան։ Ձեզ էլ համագործակցության համար պետք գալու է արտաքին ազդակը։ Միանշանակ ոչ, որովհետև մենք բազմիցս նշել ենք, որ մեր հիմնական գործընկերը, մեր հիմնական ղեկավարող ուժը դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն էլ հենց իշխանության միակ աղբյուրն է։ Այսինքն, եթե կլինի Պանթորոսյանի արժեքների ընդգծումը շատ կարևոր է, որովհետև այս դեպքում մենք տեսանք ինչ կատարվեց այդ խմբակցության հետ։ Դա գիտեք, էլի վատ փորձի օրինակ եք բերում։ Ցավոք սրտի մենք լավ փորձ չունենք այդ դաշտում։ Լավ փորձ կբերենք, լավ փորձը նոր է սկսվում, որովհետև մինչ օրս 25 տարին դա է։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ հարցս ուղղել ձեզ, պարոն Մինասյան։ Տեսեք, Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք ունեցել ենք 2 խոշոր իշխանական դաշինք, միասնություն եւ հանրապետություն դաշինքներն էին, եւ 2 խոշոր անդիմադիր դաշինքներ, որոնք մտնում են խորհրդարան, դա Արդարությունն էր եւ ՀԱԿ-ը։ Ըստ ձեզ, հա միասնությունը փլուզվեց, հանրապետությունը փլուզվեց, ՀԱԿ-ի դաշինքը փլուզվեց, Արդարություն դաշինքը փլուզվեց։ Ինչու՞մն է իրական խնդիրը, ինչու նման համագործակցային ֆորմատները երկարաժամկետ չեն։ Միասնության պարագայում ֆորս մաժորը հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները հասկանալի են։ Մնացյալ պարագաներում ինչու մեր կուսակցությունները չեն կարող իրար հետ համագործակցել ընտրությունից ընտրություն, ինչու են բոլոր համագործակցային ձևերը վիժեցվում եւ կասեցվում մինչ ընտրական ժամանակահատված։ Շատ լավ հարց է եւ այստեղ ակնհայտ է, որ պարոն Թորոսյանի առաջ քաշած հենց երկրորդ կարևոր հենասյունի բացակայությունն է որպես կանոն արժեքները, որի շուրջ տեղի ունենում այդ համագործակցությունը։ Եվ եթե ձեր բերած օրինակները մանրակրկիտ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այստեղ դաշինքների ձևավորումը կամ կառուցվել է ընդգծված լիդերների վրա, իդեմս Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան, կամ ձևավորվել է ընդդեմ ուժի, ինչ որ իշխանության, որը այս դեպքում արտաշահություն անձի, ընդդեմ ինչ որ անձի, այսինքն անձերի դեմ է որպես անձի։ Այո, անձի կոնկրետ։ Անձի, ուժի, վիճակի, ինստիտուցիոնալ չի մեղվե պայքարի, որ արժեքային համակարգը, որի մասին խոսվում է, հա, եւ որը կարեւոր այո հենասյուներից մեկը պետք է լինի, չկա։ Հիմա ես չեմ ուզում շատ ծավալվել, քանի որ քննարկման նաև թեմա է սա առանձին մի։ Հիմա հարցադրում է, չէ, կատարում, ինչպես կարող է պահպանողական հանրապետականը եւ ազգային սոցիալիստական դաշնակցությունը իրար հետ հնարավոր համագործակցություն ունենա։ Շատ պարզ։ Առնվազն ազգային հարցերում եթե կա համընկնող նպատակներ, սա արժեքային համակարգ է։ Վերցրեք Գերմանիայի օրինակը քրիստոնյա դեմոկրատների եւ սոցիալիստների լայն կոալիցիա։ Կանդրադառնամ պարոն Մարուկյանի նշած փաստին, դա դրա հետևանք չի, պարոն Մարուկյան։ Եվ ոչ էլ կոալիցիայի ձևավորման արդյունքում ընդլայնվեց կամ ուռճացվեց պետական կառավարման համակարգը։ Ի սկզբանե պետական կառավարման համակարգի ֆունկցիաները, գործառույթները հստակություն չունենալու պատճառով դուք ուզում եք ասել, որ 3 փոխմարզպետի կարիք կար եւ դա 2003 թվականին հասկացան։ Ի սկզբանե մարզպետի ինստիտուտը աղավաղված ներդրվեց Հայաստանում։ Այն դարձավ վարչական լծակ։ Ինչու եք բանակցությունների ընթացքում ուզում աղավաղված պորտֆելներ, պարոն Մինասյան։ Շատ պարզ։ Մենք խոսում ենք հիմա տեսեք,
Դուք թույլ տվեցիք նույն սխալը, ինչ սխալ հիմա մեր լրագրողական դաշտի շատ ներկայացուցիչներ եւ առանձին քաղաքական գործիչներ են թույլ տալիս։ Հիմնական նպատակը բերում ենք, ածանցում ենք, ստորադասում ենք իրավիճակային խնդրին։ Ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է փոփոխվի նաև նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ոգուն համապատասխան։ Այդ ու նաև վարչատարածքային նոր բաժանման գաղափարը, որ պետք է իրացվի եւ սահմանադրականության կամ սահմանադրականացման հիմնարար խնդիրը, որ այսօր մեր երկրի առջև ծառացած է, պահանջում է ոչ միայն հանրապետական եւ դաշնակցություն, այլ կարծում եմ շատ այլ ուժերի համագործակցություն եւս, որովհետեւ եթե դու չես դարձնում ապրող իրողություն սահմանադրական նորմը, սոցիալական, իրավական պետությունը չես առարկայացնում, քաղաքացին իր վրա չի զգում, դրանից հետո ցանկացած թեմայի մասին կարող ես խոսել, քաղաքացին պարզապես ձեռը թափ կտա ու կհեռանա։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան։ Եթե ուզում եք մեկնաբանեք, բայց մինչ այդ նաև հարց ուղղեմ ձեզ։ Դուք ոչ միայն գիտական տեսակետից եք ականատես լինում քաղաքական գործընթացների, այլ ժամանակին նաև ակտիվ մասնակից եք եղել այդ process-ների։ Ինչպես ասում էր Սևակը, ոսկե միջինը հաճախ այն ծառն է, որ ծաղկում է, բայց պտուղ չի տալիս։ Կոալիցիաները պարտադրում են նաև կոնսենսուս, որը արվում է ինչ-որ սկզբունքների հաշվին։ Արդյոք կոալիցիոն կառավարման համակարգը երկրի զարգացման տեմպը չի գցում այդ տեսակետից, օպերատիվ որոշումներ կայացնելու հնարավորությունը եւ սկզբունքայնությունը չի պակասեցնում, որպես իրադարձությունների ականատես պատասխան։ Եթե այդպես լիներ, ուրեմն եվրոպական երկրները պիտի վաղուց փլուզվեին, որովհետեւ իրենց հիմնական մեխանիզմը, որով գործում են կոալիցիաներ ձևավորումն է։ Հիմա, բայց որովհետև չեն հավաքում կայուն մեծամասնություն։ Անշուշտ, իհարկե։ Լեհաստանում հավաքեցին միակուսակցական կառավարություն։ Իդեպ ասեմ, որ խնդիրներ կան նաև Եվրոպայում ժողովրդավարության հետ կապված, եթե առիթ լինի եռանկյունու շրջանակներում խոսել այդ հիմնական եւ լայն խնդիրների մասին, կարող ենք դրա մասին եւս խոսել, բայց վերադառնանք մեր խնդիրներին։ Քիչ առաջ, երբ խոսվում էր օրինակներով, սա իսկապես շատ կարեւոր է։ Բերվեց ժառանգության օրինակը միանգամայն արդարացիորեն նշվեց, որ մեկ նստաշրջանի ժամանակահատվածել չգոյատևեց այդ դաշինքը։ Ավելին, դրանից հետո նաև ժառանգությունից առաջադրված 3 падգամավորները լրիվ բաժանվեցին, բայց ժառանգության մեջ կամ կոալիցիայի մեջ չեմ ուզում, որ մենք որոնենք մեր հարցերի պատասխանները, որովհետև ցավոք սրտի պատկերը շատ ընդհանուր է եւ լուրջ հետևությունների կարիք ունի։ Նորից վերադառնանք 13-ի նախագահական ընտրություններին։ Խորհրդարանական քաղաքական ուժերից միայն ամենամեծ ներկայացվածություն ունեցողը եւ ամենափոքր ժառանգությունը առաջադրեցին նախագահի թեկնածուներ։ Սա երկրի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեցող քաղաքական գործընթաց էր։ Եվ այստեղ մնացած այս միջանկյալ մի քանի կուսակցությունները, երբ չէին առաջադրում թեկնածություն, անհասկանալի էր, առավել եւս երկրորդ ներկայացվածություն ունեցող քաղաքական ուժը, ավելին երկրորդ ներկայացվածություն ունեցող քաղաքական ուժը ասում էր, ես ոչ իշխանություն եմ, ոչ ընդդիմություն եմ, այլ ընտրանք եմ։ Մի բան, որը դուրս էր բոլոր հայտնի ձևակերպումներից։ Իհարկե այլ ընտրանք է ցանկացած ընդդիմության մեջ եղած ցանկացած կուսակցություն, այլ ընտրանք է կոալիցիայի մեջ եղած կուսակցություններին։ Շարունակությունը նույն պատմությունն է, այսինքն այստեղ պայմանականորեն ասենք հիվանդությունը հատուկ է մեր բազմակուսակցական համակարգին։ Խնդիրը միայն այն չի, թե կոալիցիայում ինչպիսի հարաբերություններ են կամ ընդդիմության մեջ նույն բանն էր։ 4 քաղաքական ուժեր հայտարարեցին, որ համախմբվում են, ընդ որում հստակ չձևակերպելով խնդիրները, սկզբունքները, որոնց հետ կապված իրենք համախմբվում են, հետո պարզ դարձավ, որ ոչինչ չկա։ Դրանից որոշ ժամանակ առաջ 2009 թվականին ասվեց, որ ընդդիմությունը եւ իշխանությունը բանակցում են, օրակարգ գոյություն չուներ։ Սա արտառոց բանակցություն է։ Նման բան չի կարող լինել։ Պարոն այստեղ է, քիչ հետո այդ հարցը կուղենք։ Ես ուզում եմ ասել, որ եթե մենք առանցին տեղերում ենք փնտրում, իհարկե ես վստահ եմ, որ պարոն Մանուկյանը մարզպետների տեղակալների հարցը որպես մասնավոր օրինակ բերեց, բայց այդ բոլորը հետևանքներ են, մենք պիտի պատճառները որոնենք բազմակուսակցական համակարգի կայացման մեջ։ Սա առանց, եթե մենք սա ընդունում ենք, մեր երկրի եւ ոչ միայն մեր երկրի, նույնը Վրաստանում է, Ուկրաինայում է, Մոլդովայում է եւ այլն,
այսինքն այն երկրների, որոնք հայտարարել են, որ Երևի գնում են բազմակուսակցական համակարգի չկայացման մեջ, հա։ Դեռ Այսինքն կայացման խնդիրը, այո, չկայացած լինելու լիարժեքորեն չկայացած լինելու խնդիրը։ Այստեղ եթե փորձենք պատասխանները գտնել, այդ պատասխաններով կարող ենք լուծել շատ խնդիրներ, որոնք ինքնաբերաբար կբերեն եւ այն խնդիրների լուծմանը, որ պարոն Մարուքյանը ասաց, եւ այն խնդիրների, որ պարոն Մինասյանն ասաց, եւ ելի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին կարող ենք մասնավորաբար խոսել այստեղ։ Շնորհակալ եմ։ Դուք ուզում եք արձագանքել, հետո ուղղեմ հարցս։ Ես ուղղակի ցանկանում եի մեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ մեր երկում շատ բաներ, թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտում արվում է ուղղակի ձևի համար, այսինքն բովանդակություն չի լինում դրա տակ։ Եվ ասեմ, օրինակ, եթե դաշինք է ձևավորվում, ուղղակի ձևական բանով հայտարարված ինչ-որ բաներով, բայց դրա տակ այլ նպատակ կա, կամ կոալիցիա է ձևավորվում էլի ձևական հայտարարված բաներով, դեռ բայց դրա տակ այլ նպատակ կա։ Ձեր կուսակցության ստեղծման բարձրաձայնված եւ իրական նպատակները նույնն են, պարոն Մարուքյան։ Ես բարձր եմ գնահատում պարոն Թորոսյանի կողմից նշված բազմակուսակցական համակարգի խնդրը, պետք է դա նաեւ ավելի խորը գնանք ու ասենք մարդ կուսակցությունների խնդիրն է առաջացրել այս համակարգը նաև, որովհետև մարդ կուսակցություններ մենք ունենք եւ դրանք միանում են, օրինակ ասում են, մեր դաշինքում միացել է 67 քաղաքական եւ հասարակական, ասենք, այդ ովքեր են, այդ ով ում տեսել է, քանի ովքեր այդ մարդիկ, դա շատ լուրջ խնդիր է, ասինքն մենք այդ տեսեք, Նիկոլը Փաշինյան ձեզ հետ զուգահեռ ստեղծեց կուսակցություն։ Նիկոլի կուսակցությունը ղեկավարում է մեկ այլ անձնավորություն։ Ձեր կուսակցությունը ղեկավարում եք հենց դուք։ Երբ որ ասում եք անց կուսակցությունների մասին, մեր կուսակցությունը ղեկավարում է խորհուրդը, ես խորհրդի նախագահն եմ, այո։ Ես հենց ես չեմ ղեկավարում կուսակցությունը։ Որ կուսակցությունը ձևավորում է ձեր շուրջ հենց։ Անց կուսակցություն որպես վտանգ։ Ոչ, որովհետև թիմի մյուս անդամները իմ եղած հայտնիության հետ կապված համաչափության առումով փորձ է կատարվում բոլոր անդամներին հնարավորություն տալ, որ նրանք բոլորը զարգանան եւ աճեն եւ հանրությանը ճանաչելի լինեն։ Եվ ասեմ նաեւ նրանք բոլորն էլ ճանաչելի են, յուրաքանչյուրը իր դաշտում, բայց հիմա նրանք պետք է քաղաքականապես ճանաչվեն եւ դրա հետ կապված աշխատանք է։ Հայաստանի ղեկավարը փոխվել։ Միանշանակ կարող է եւ կփոխվի։ Վերջի վերջը Հանրապետականն ու Դաշնակցությունը այսօր ինչու են փորձում ստեղծել կոալիցիա։ Հանրապետականի ինչին է պետք, ըստ ձեզ Դաշնակցության ինչին է պետք։ Գիտեք, ես երկար եմ մտածել եւ ես մտածում եմ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կան մի շարք սահմանադրական օրենքներ, որոնք որ պետք է ընդունվեն մինչեւ խորհրդարանի այս գումարման լիազորությունների ժամկետի ավարտը, եւ ես մտածում եմ, որ Հանրապետականին պետք է համապատասխան ձայներ խորհրդարանում։ Սակայն նկատի ունեմ իրենց ունեցած 69 ձայնից գումարած ձայներ, որpիսի այդ ռեֆորմները իրականացվեն համատեղ։ Եվ քանի որ Դաշնակցությունը աջակցել էր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, ես կարծում եի, որ երևի թե դա է, բայց քանի որ հիմա ես առանց Դաշնակցության հաշվում եմ Հանրապետականի ունեցած ձայները եւ հնարավոր ձայները, որոնք ստանում են նրանք այլ падգամավորական տեղերից, ես կարծում եմ, որ նրանք այդ խնդիրը կարող են լուծել։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում Դաշնակցության ու Հանրապետականի կոալիցիայի նպատակների առումով եւ ասում է, որ համազգային նպատակներ կան եւ նաեւ էքսպերտային կարծիքներ եմ լսել, որ Հանրապետականին պետք է Դաշնակցության դրսի կապերը նաեւ։ Ես չեմ բացառում, որ սա շատ կարեւոր հանգամանք է, բայց պետք է իրենք ասեն ինչի համար են դա անում եւ ոչ թե բոլորը մեկնաբան են։ Այսինքն իրենք պետք է ասեն ինչի են գնում կոալիցիայի։ Ձեր կարծիքով ինչի համար են։ Ես ասում եմ, ես շատ երկար մտածել եմ, որ դա այդ ռեֆորմները միասին իրականացնելու պարլամենտական եք, ակտիվ պարլամենտական եք, քվեարկության ընթացքում Հանրապետականը կարողանում է մոբիլիզացնել ձայներ առանց կոալիցիաների ստեղծման։ Այո, ես դրա համար եմ ասում։ Ես դրա համար եմ ասում եւ տեսեք, խուսափեցիք պատասխանից, չեք ուզում նեղացնել ոչ Հանրապետականին, ոչ Դաշնակցությանը։ Ես վստահ չեմ, Հանրապետականին ուզում եմ նեղացնել, բայց Դաշնակցականներին չգիտեմ ոնց նեղացնել։ Հիմա ձեր փոխարեն ես փորձեմ այս սորը արծադրումը ուղղել ձեզ, պամինեցեմ։ Վերջին անգամ Դաշնակցությունը եղել է կոալիցիայի անդամ 2009 թվականին, ապրիլին լքելով կոալիցիան եւ եթե չեմ սխալվում, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ մենք ցանկանում ենք լքելով կոալիցիան դառնալ իրական այլընտրանք իշխանություններին։ Հիմա դարձ դեպի իշխանություններ, դեպի կառավարություն նշանակում է, որ չստացվեց այլընտրանք դառնալը։ Ուղիղ հակառակը ստացվեց։ Եվ լքել բառը այս դեպքում կարծում եմ տեղին չի օգտագործել։ Մենք դուրս եկանք կոալիցիայից, մենք խզեցինք կոալիցիոն հարաբերությունները, փաստարկելով նաև ինչու։ Հիմա տեսեք, պարոն Թորոսյանն անդրադարձավ այդ ժամանակաշրջանին, պարոն Մարուքյանն էլ 2013 թվական նախագահական ընտրություններ։ Մենք չառաջադրեցինք տեխնացու, մենք առաջադրեցինք 7 հայտնի կետերը։ Այդ թվում նաև այսօր իրողություն դարձած սահմանադրական փոփոխությունները, կառավարման խորհրդարանական համակարգի անցումը, 100% համամասնական տրակարգը եւ այլն։ Եվ մենք հաջողեցինք
Այսօր երբ մենք անդրադառնում ենք այդ կետերով թվարկված նույնիսկ ժամկետներին 2015 թվականի ավարտը մինչև նախաձեռնել եւ անցնել սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգին մենք հաջողել ենք եւ հաջողել ենք ոչ թե ի տարբերություն շատերի պատկերացրած թշնամական, սուր ճոճելով, արյունահեղության քարոզներ կատարելով, այլ աշխատելով, հետևողական աշխատանք տանելով արդյունքում այսօր կա նպատակների համադրում, համընկնում, ինչու սահմանադրական փոփոխություններով ստեղծվել է մի հիմք, որը հետագա Հայաստանի զարգացման, ժողովրդավարացման, բազմակուսակցական համակարգի ձևավորման առումով առավել առարկայական է, քան թե այն, ինչի մասին խոսում էր 7 տարի, 8 տարի, 6 տարի առաջ։ Մեզ հաջողվել է դա, եւ մենք այսօր, երբ ունենք արդեն նպատակների համադրում, համատեղում, ուզում ենք որպեսզի շարունակենք այս փոփոխությունները 17 թվականից հետո էլ ծավալով։ Պարոն Աշոտյան, սա արդեն միտքս, երկրորդ կարևոր խոշոր խնդիրը հայ-թուրքական արձանագրությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով։ Մենք փորձենք համեմատել 2009 թվականի արձանագրությունների ժամանակ ստեղծված վիճակը եւ հիմա մենք ունենք սահմանադրական դատարանի որոշում վերապահումների հստակ ձևակերպմամբ։ Մենք ունենք համահայկական հռչակագիր, համազգային ուժերի համատեղում, արդյոք սա ձեռքբերում չէ, արդյոք սա այն հիմքը չէ, որ դրանց հետո ընդդիմադիր դաշտից միայն դուք տեսաք այդ ամենը, ինչու մնացած ընդդիմադիր ուժերը դա չեն տեսնում։ Ես չեմ ուզում այլ ընդդիմադիր ուժերին ինչ-որ բան ասել, Աստված իրենց հետ, բայց մենք նպատակային եւ նպատակադրված գնացինք այս գործողություններին։ Ավելին ասեմ, 7 կետերը հայտարարելուց հետո մենք հրապարակավ ասեցինք, պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, անկախ նրանց իշխանությունը թե ընդդիմություն, ում համար ընդունելի կլինեն այս կետերը։ Ոչ թե ուլտիմատում էր դա, այլ քննարկման միջոցով իրացման հնարավորություն։ 17-ից հետո էլ շարունակելու եք հանրապետականների հետ այս քաղաքական ալյանսը։ Եթե մտնեք խորհրդարան իհարկե։ Եթե մտնեք խորհրդարան, լավ ձևակերպում էր։ Ես կարծում եմ շատ էթիկան պահանջում է խոսել այդ Ես կարծում եմ, որ այն նպատակները, որ դրել ենք մենք մեր առաջ, սահմանադրությունը իրական կյանք դարձնելու, սահմանադրական փոփոխությունները առարկայական դարձնելու, որի ձևակերպում են սահմանադրականացում արտահայտությունն է, պահանջում է մեզ համագործակցել եւ պահանջում է բոլորից, բոլոր այն ուժերից, այդ թվում նաեւ պարոն Մարուկյանի ստեղծված նոր կուսակցության, որի նույնպես ապագան սահմանադրական իրավունքի գերակայության սկզբունքի իրացումն է, իրենք էլ պետք է համագործակցեն այս խնդրի շուրջ։ Ինչպիսի համագործակցության ձևաչափ կունենա 17-ից հետո, դա այս ընթացքը ցույց կտա դեռ չի էլ ձևավորվել վերջնականապես այս համագործակցության ձևաչափը, բայց ես հույս ունեմ, որ ձևավորվելուց հետո կունենանք արդյունավետ աշխատանք եւ այդ աշխատանքի արդյունքում 17 թվականի ընտրություններին մենք կգնանք ոչ թե ինչպես որ հաճախ է պատահում մեր քաղաքացիները գնան ընդդեմի քվեարկության, այլ հանունի։ Երբ որ հանունը կդրվի ընտրական համակարգի հիմքում, ընտրողի վարքագծի հիմքում, որի մասին պարոն Թորոսյանի երրորդ առաջքաշած հենասյունն էր, նաև ընտրողի տեսակետից, ոչ միայն քաղաքական ուժերի, երբ որ հանունի գաղափարը կդրվի, այդ ժամանակ մենք ասենք, որ հաջողել ենք նաև այս կատարում ուղղակի։ Սա ես պետք է ասեմ, որ սա կոալիցիաներ կազմելու առումով աննախադեպ բան է, որովհետև միշտ մենք ունեցել ենք հետևյալ օրինակները, որ ընտրություններից 1 տարի առաջ կոալիցիաները փլուզվել են, ինչ որ ուժեր են դուրս եկել եւ սկսել են իշխանություններին քննադատել այդ 1 տարին, որ ձայն հավաքեն։ Բայց դաշնակցությունը գնում է դրա հակառակ ճանապարհով։ Ընտրություններից 1 տարի համաձայն չեմ, պարոն Մարուկյան, ասեմ ինչու։ Սա նպատակների տեսական տեսակետից տեսականորեն դուք ճիշտ եք, բայց հաշվի առեք, որ դե ֆակտո հանրաքվեն նույնպես ընտրություններ, եւ սա փաստացի հետընտրական կոալիցիա է։ Գիտեք, եկեք հանրաքվեից խոսենք։ Սա հետընտրական կոալիցիա է, որտեղ համազգային քվեարկության արդյունքում է։ Խայտարակ փաստերի արժև կանգնի։ Ես կարծում ես չեմ կարծում որ հանրաքվեն Չենք վախենում փաստերից, փաստերը գործում են սուբյեկտ չուներ պայքարի համար։ Չկար սուբյեկտ, հանրաքվեն սուբյեկտ չուներ։ Անկամ որ դիմեր սահմանադրական դատարան նպատակ էր այդ դեպքում։ Ոչ ինքնանպատակ չէր, բայց ինքը սուբյեկտ չէր, որ անգամ դիմեր սահմանադրական դատարան վիճարկելու իր իրավունքների խախտման համար։ Դա էր խնդիրը, թե բովանդակային քննարկումները։ Նաև դա էր խնդիրը, որ տեղերում չկար վստահված անձանց ինստիտուտը գործող, չկային հնարավորություններ վերահսկելու ձայները։ Կխոսենք մի օր իհարկե։ Պարոն Թորոսյան, տեսեք, անպայման կմեկնաբանեք, վստահ եմ ասելիք ունեք, հարցս ուզում եմ ուղղել Իշխանությունը խոշորանում է, բևեռանում է, բյուրեղանում է, պատրաստվում է ըստ պարոն Մարուկյանի 17-ի ընտրություններին։ Մի ճակատով, տարբեր ճակատներով եւ այլն։ Նմանատիպ կոնսոլիդացիոն գործընթացներ ըստ ձեզ ընդդիմադիր դաշտում
հնարավոր են թե ոչ։ Թե ընդդիմությունը ի սկզբանե գնալու է առանձին շարասյուններով ու հերթական անգամ չկարողանա համարժեք դիրքորոշում տալ իշխանություններին։ Տեսականորեն հնարավոր է իհարկե, բայց այստեղ մի այլ հանգամանք կա։ Երբ խոսում ենք բազմակուսակցական համակարգի մասին, ապա պիտի հաշվի առնենք, որ սա իրականում մեկ ամբողջական կառույց չէ, սա կուսակցությունների համախումբ է եւ որևէ մեկը չի կարող որևէ մեկին որևէ բան պարտադրել։ Ուրեմն խնդիրը նաեւ եւ առաջին հերթին ներկուսակցական մտածողության արժեքային, վարքային համակարգերի գոյության մասին է, ընդհանցակարգերի գոյության մասին է։ Արդյոք այդ ամենը համապատասխանում է նրան, ինչն այսօր կոչվում է ժամանակակից քաղաքական կազմակերպություն կամ կուսակցություն։ Սա չափազանց կարևոր է։ Մյուս կողմից մենք ունենք եւս մեկ խնդիր, ես ճիշտն ասած շատ կուզեի, որ խնդիրը ամբողջական ընկալվի։ Մենք ունենք նաեւ համապատասխան մասնագիտական միջակարգի ձևավորման խնդիր։ Այսօր էկրաններից տարբեր ասուլիսներին տարբեր մարդիկ են հայտնվում, որոնք ներկայանում են որպես քաղաքագետ, օրինակ։ Բայց այդ մարդուն երբեք դուք չեք տեսնի որևէ գիտական հանդեսում հոդված տպագրած ներողություն, բայց շատ-շատերը անգամ չեն էլ կարդում։ Քաղաքագետներ են։ Հա, անգամ չեն էլ կարդում մարդիկ որևէ բան։ Ուրեմն իրենք ինչ կարող են ասել մեր իրականության եւ դրա շփման մասին։ Ուրեմն այստեղ էլ խնդիր ունեն։ Եվ մասնագետները, եւ կուսակցությունները խնդիր ունեն նաեւ սա կայացնելու, նաեւ կուսակցությունները, այսինքն մենք եթե ավելի ամբողջական ասենք համակարգային մոտեցումների տարբեր ոլորտների լիարժեք կայացման խնդիր ունենք։ Եվ եթե սա լիարժեք ընկալվի, կուսակցությունները սկսեն ներսում աշխատել, ցավոք սրտի սահմանադրական փոփոխությունների այս քննարկումների ժամանակ շատ բան նիականատես չեմ եղել հեռուստաէկրանից, բայց երբեմն երբ նայում էի, այնպիսի բաներ էի լսում, որ տարօրինակ էր, թե այդ մարդիկ ինչի մասին են խոսում։ Բացարձակապես կապ չունի սահմանադրության հետ, սահմանադրական փոփոխությունների հետ։ Ուրեմն կուսակցությունները եւս մասնագիտական կարծիք ձևավորելու խնդիր ունեն եւ այդ կարծիքը իրենց ներկայացնելու ըստ իրենց սկզբունքների ու տեսակետների եւ ըստ դրա ներկայանալու հասարակությանը եւ այլն։ Հակառակ դեպքում մենք միշտ կմնանք նույն հարթության վրա։ Նույն 2013-ի նախագահական ընտրությունները կուսակցություններ մասնակցեցին, որոնք խորհրդարանական ընտրություններին չէին մասնակցել, չհասկանալով մի պարզ բան, եթե անգամ օրինակ իրենք հաղթեին այդ նախագահական ընտրություններում, այդ նախագահը մեր ներքաղաքական կյանքում ոչինչ անել չէր կարող, որովհետև բոլոր մեխանիզմները, որոնք սահմանադրության մեջ կային, այդ մեխանիզմները սկսում էին գործել ներքաղաքական կյանքի հետ կապված, եթե ունես խորհրդարանում խորհրդարանական մեծամասնություն։ Ես ճիշտն ասած շատ վստահ չեմ, որ այսօր շատ ու շատ կուսակցություններ այս փոխված սահմանադրությունը արդեն սկսել են լիարժեք ընկալել։ Այսինքն այս ամենը պետք է ընկալել, յուրացնել, հասկանալ, այս ամենի վրա կառուցել եւ իրենց սկզբունքների վրա կառուցել դիրքորոշումները, նպատակները, ծրագրերը։ Հակառակ դեպքում հայտարարել, որ ասենք այս խնդիրները կան երկրում, ես կգամ եւ կփոխեմ, ցավոք սրտի կամ միգուցե բարեբախտաբար մեր հասարակությունը ավելի արագ է հասունանում, քան կուսակցությունները։ Եվ այսօր մեր հասարակությունը նման հայտարարություններին լուրջ չի վերաբերում կարծիք։ Շնորհակալ եմ։ Այս հարցը չեմ կարող չտալ օգտվելով առիթից, որին տաղավարում եք, պարոն Միրասյան։ ԶԼՄ-ները դեռևս չձևավորված կոալիցիայում ձեզ տարբեր նախարարությունների պորտֆելներ են կանխատեսում։ Դուք այդքան ունիվերսալ քաղաքական գործիչ եք, թե պարզապես կուսակցություն ձեր առջև պարտավորություն ունի։ Ինչ թվում է դուք այդ հարցին իզդից լավ կպատասխանեիք որպես բազմափորձ։ Տեղերով փոխվենք։ Որպես բազմափորձ եւ երկար տարիների նախարար, որովհետեւ այն ինչ ներկայացվում է լրատվամիջոցներում մեծամասամբ ոչ միայն իրականությանը չի անպատասխանում, այլ իրական քննարկումից շեղելու հաճախ միջոց է։ Մինչդեռ մեր նպատակը անկեղծորեն եւ վստահաբար կարող եմ ասել համագործակցության ձևաչափի եւ խորքի քննարկումն է։ Ի վերջո, ինչպես նշեց նաեւ պարոն Թորոսյանը, հա, մենք ինչ ծավալի, ինչ խորության փոփոխությունների կարիք ունենք։ Եվ պարոն Մարուկյանն էլ որ բերեց այդ օրինակը պատահական չէր, ընտրությունից 1 տարի առաջ մտնել բեռի տակ, իրական բեռ է սա։ Եվ այդ բեռը ոչ այնքան պայմանավորված է իշխանություն մտնելով,
այլ այնքան որ դու դիրքափոխություն ես իրականացնում, բայց կրելու ես քո վրա մի հսկայական ծավալ։ Այդ ծավալը բարեփոխումների շարունակականությունն է։ Եվ հատկապես ժողովրդավարական առումով ուզում եմ զարգացնել նաև առաջ քաշված միտքը պարոն Թորոսյանի։ Տեսեք, մենք այսօր սահմանադրական մակարդակում առաջին անգամ ունենք ձևակերպում, որ բոլոր կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավական հնարավորություններ, եւ ներքին ժողովրդավարությունը կուսակցություններում պահանջում է կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում եւ ամբողջական նաեւ այս համակարգերի լիարժեք իրացման հնարավորություն։ Շարունակում եմ մասնավոր հարցերից Շարանը, մենք եզրափակում ենք հաղորդումը, պարոն Մարուկյան, դուք վերջերս հայտնի դարձաք եւս մեկ անգամ ձեր հետաքրքիր հայտարարությամբ, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին առաջարկելու եք որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության դաշտ փորձել եք ստեղծել, թե պարզապես հայտարարել եք, որ լրահոսում հայտնվի այդ։ Չէ, արդեն գրությունը ստորագրել եմ Զարուհի Փոստանջյանին որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու։ Համագործակցության դաշտ այլ կուսակցությունների։ Համագործակցության դաշտին, ապա քննարկումներ եղել են, ես ներկայ եմ եղել նաև Տիկին Փոստանջյանը խոսել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ, Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ եւ կա որոշակի կոնսոլիդացիա անդիմադիր դաշտում նրան առաջադրելու առումով։ Հետևել եմ քվեարկությանը։ Այո, հետևել։ Շնորհակալ եմ եւ մասնավոր հարցը ձեզ պարոն Թորոսյան։ Պատրաստվում եք վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Անկեղծ ասեմ, որ այն ինչով զբաղվել եմ այս մի քանի տարիների ընթացքում, ինձ լիովին բավարարում է, որովհետև արել եմ այն, ինչով զբաղվել եմ ամբողջ կյանքում։ Զբաղվել եմ գիտությամբ, հիմա էլ եմ զբաղվում գիտությամբ եւ առիթ եմ ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում նաեւ փորձելու անելու այն, ինչի մասին քիչ առաջ ասում էի, այսինքն պատրաստել երիտասարդ մարդկանց, ովքեր ունեն գիտելիքներ եւ ովքեր վաղը կարող են եւ կուսակցություններին եւ կառավարությանը եւ ընդհանրապես մեր երկրին, մեր ժողովրդին ծառայել իրենց գիտելիքներով, որովհետև այն տխուր պատկերը, որ հաճախ տեսնում եմ տարբեր բանավեճերի հետ կապված, տարբեր հարցադրումների, քննարկումների հետ կապված քաղաքական ուժերի շրջանում, սա անկեղծ ասած իսկապես շատ տխուր խորհրդածություններ է առաջացնում։ Մենք պիտի կարողանանք տեսնել ամբողջական խնդիրը եւ հաղթահարել։ Իսկ հաղթահարել 21-րդ դարում պետության արժեվ ծառացած խնդիրները հնարավոր է միայն կրթության եւ գիտության, որակյալ կրթության եւ գիտության հիման վրա։ Ցավոք պիտի ասեմ, որ նաեւ կրթության ոլորտում շատ անելիքներ ունենք, մասնավորապես հասարակական եւ հատկապես քաղաքական գիտությունների մեջ։ Այստեղ շատ լուրջ անելիքներ ունենք։ Որպեսզի սահուն անցում չկատարենք մեկ այլ ոլորտային քննարկման, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ դիմել մեր հայրենակիցներին, հարգելի հայրենակիցներ։ Քաղաքական կուսակցությունները պետք է համագործակցեն միմյանց հետ ելնելով ընդհանուր նպատակներից եւ արժեքներից։ Ժողովրդավարական հասարակարգերում միակուսակցական համակարգերը հազվադեպ են հանդիպում։ Ուստի քաղաքական համակեցության կանոնները պահանջում են, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան աշխատել միասին ընդդիմադիր թե իշխանական դաշտում հանուն ազգային եւ պետական շահի եւ ոչ երբեք անձնական շահի։ Ձեզ հետ եռանկյունին կհանդիպենք հաջորդ շաբաթ։